բայց այդ մեծ փողերի եւ պետության ներգրավվածության, ինչպես նաեւ ներգրավվածության աստիճանի մասին բնական է պետք է խոսել եւ այդ հարցակումները, որոնք որ տարբեր ձևեր ունեն, բնական է, եթե դրա առիթը լինի կխոսենք, բայց դե խոսել ենք, դե բարձր խոսելը հիմա երկկողմ շփումներում խոսել եք։ Գիտեք ինչ, դե երկկողմ շփումների հետ կիմատվենք ու երբ որ ստեղ աղա, բնական է ես ասել եմ դեսպանի հետ հանդիպման ժամանակ մեր մտահոգությունները ասել եմ դեսպանը ԱԳՆ հրավիրվել է եւ դրա հետ կապված իրեն ամեն ինչ ասվել է, եթե դրա առիթը լինի, եթե դրա կարիքը լինի, ես չեմ կարծում, որ կրկնում եմ, որևիցե մեկի մոտ կասկած կա, որովհետեւ դե բարձր ասում ենք հիմա ձեր եթերում ասում եմ կամ ազգային ժողովի ամբիոնից ասում եմ Չգիտեք, այստեղ հարցազրույցում ասել է լրիվ այլ է, բայց Լավրովի դիմաց նստել եւ ասել ինչու եք ֆինանսավորում Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը այլ է։ Այսինքն նախ ձևակերպումը ես կարծում եմ մի քիչ այլ է, բայց դա ձեր ձևակերպումն է։ Չգիտեք, սա ձեր խոսքերն են 2025 թվականի մայիսի 5-ին ես գիտեմ, որ իմ խոսքերն է։ Ասում եմ ձևակերպումը մի քիչ այլ է։ Ռուսաստանից Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը մեծ փողեր է ծախսվում։ Ձևակերպումը մի քիչ այլ է եւ խոսակցությունը բնական է ինքը տեղի ունենում ոչ միայն sense, այլ նաև հրապարակային, բայց այսինքն պետք է ինչ որ մի գործընկերոջը տեսնեմ, եթերով մի բան ասեմ, հետո հանդիպելիս ուրիշ բան ասեմ, կարծում եմ դրա առիթը չեմ տվել տենց կասկածներ ունենալ։ Բայց այնուհանդերձ պարոն Սիմոնյան, ձեզ հետ համաձայն չէ Նիկոլ Փաշինյանը, նա այդ թեմայով հարցինի պատասխան ԿՊ համագումարի օրը լրագրողների հետ հարց պատասխանում նշեց, որ ես այդ տրամաբանության մեջ չեմ դիտարկում մեր հարաբերությունները, Ռուսաստանի նախագահի հետ մեր երկխոսությունը շատ բարձր եմ գնահատում, գործընկերային մթնոլորտում այդպես էլ կշարունակենք։ Դուք այլ բան եք ասում, պարոն Փաշինյան, որտեղ է իմ ու Փաշինյանի ասածի մեջ տարբերությունը։ Դուք ասում եք մեծ փողեր է դնում հիբրիդային պատերազմի դեմ Հայաստանում, պարոն Փաշինյանն ասում է, ես այդ տրամաբանության մեջ չեմ դիտարկում մեր հարաբերությունները։ Որ տրամաբանության մեջ։ Հիբրիդային պատերազմի։ Ես չեմ դիտարկում մեր հարաբերությունները, բայց ես դրա մասին ասում եմ։ Մենք կարող ենք իրար հետ ազգային ժողովում վիճել, ես ու դուք իրար հետ վիճել, բայց ես գամ ձեր մոտ, ձեր հետ այստեղ զրուցեմ եւ չդիտարկեմ մեր վեճի, կամ ես կարող եմ մեկ այլ լրատվամիջոցի լրագրողների հետ խնդիր ունենամ, ենթադրենք ազգային ժողովում, բայց դա չի նշանակում, որ ես իրանց պետք է հարցազրույց չտամ կամ այլ կերպ վարվեմ։ Այսինքն ես ուզում հասկանալ, դուք փորձում եք ինչ-որ հակասություններ գտնել միտեղ, որտեղ հակասություն գոյություն չունի։ Մենք չենք պատրաստվում Ռուսաստանի կամ որևիցե երկրի հետ հիբրիդային կամ ոչ հիբրիդային պատերազմ մղել։ Մենք ասում ենք, որ կա նման մտահոգություն։ Եվ երբ մենք դուք կամ ես խոսում ենք հիբրիդային հարձակումների մասին, դուք ինչ եք պարտադիր ընկալում, որ այդ հիբրիդային հարձակումը ասելիս մենք նկատի ունենք, որ հենց այն մարդիկում հետ, որ ես հանդիպում եմ, իրանք դա ղեկավարում, ուղղորդում կամ որևիցե ձևով հրաման են տալիս։ Այլով, պարոն Սիմոնյան, ով է։ Ոչ միայն պետությունների միջով է լինում,